Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ եւ կատարել պաշտոնեական կեղծիք։ Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ 2021 թվականին հիշյալ պաշտոնյան նպատակադրվել է Վանաձոր համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցված 3.12 հեկտար մակերեսով հողամասից առանձնացնել դրա մի մասը եւ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ այն օտարել Վանաձոր քաղաքի բնակչին։ Հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով հիշյալ պաշտոնատար անձը փոխել է նշված անշարժ գույքից առանձնացված տարբեր մակերեսներով հողամասերի գործառնական նշանակությունը եւ դրանց տրամադրել հասցեներ, այդ կերպ նշված հողամասերն առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրելու համար ստեղծելով արհեստական հիմքեր։ Այնուհետև պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ ներառելու եղանակով նույն պաշտոնյան Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայում գտնվող հողամասերն առանց ավականու որոշման ուղղակի վաճառքի եղանակով օտարել է Վանաձոր քաղաքի բնակչին, որի հետևանքով համայնքը զրկվել է համայնքային սեփականություն հանդիսացող 24 միլիոն 890 հազար դրամ շուկայական արժեքով գույքը տնօրինելու հնարավորությունից։ Վանաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել։ Նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է եւ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։